ոչ շատ ցուրտ ալնում, կամ ոչ շատ շոկ ալնում, ու մենակ այն արանքում հանդիպում այն հաճելի եղանակը, որը միշտ չի որ կա, բայց անդադ դրան ես ձգտում, ոնց որ չեմ գումխի չէր կարելի ամեն ինչ ավելի հեշտ անել, խա որ անդադ ոնց որ մենք գիտենք ոչ թե երբ ենք մեզ կամֆորտ զգում, այլ գիտենք ինչա կամֆորտ զգալը, ոնց որ մեր համար unlock ենք արել այդ զգացողությունը, ու շո դրանից հետո ընկնում ես լիքը ինչ-որ դիսկամֆորտների մեջ, ու անդադ փորձում ես բերես այդ քո նորմային, բայց խոսքի ուզածդ շատ բան չի էլի վրոդի, բայց ամեն ինչ անդադ այնքան փոփոխական է, որ այդ արանքներում կամ փորձում ես որսաս քո կամֆորտը կամ փորձում ես ստեղծես, բայց կդզեր, որ մի քիչ ավելի հեշտ լիներ։ Вообще լավ կլներ ինչ-որ խաղի պես սենց կարանայիր անջատեիր պրոստը բացասական էմոցիաները ու սենց դրականները մաքսիմումի վրա դնեիր ու տենց պրոստը ապրեիր անդադ սենց քեզ լավ զգալու, որ արդեն չդիմանայիր պրոստը, սենց վեշնի լավ լիներ։ Միշտ ուրախ, բայց այդ ուրախությունից չհոգնեիր էլի, որտեվ չկա այդ բացասական զգացողություն, չկա ինչ-որ հիասթափություն, բան մենակ դրականն է, սենց անդադ սենց սնուցվում ես այդ դրականով, մինչև տրաքես մեռնես։ Նո իհարկե դրա անալոգիան ստեղծվել է տարբեր թմրանյութերի տեսքով, բայց եթե ժամանակավոր բնույթ է կրում ու այդ բանը չի, իմ ուզածը չի, որ ինքը միշտ լավ է լինի, ինքը կակրաս հակառակն է, շատ ուժեղ լավ է, բայց հետո շատ ուժեղ վատ է ալնում, որոշ դեպքերում, կամ սովորական է լինում, բայց այդ սովորականը այն շատ լավի ֆոնին արդեն բավարարիչ չի, ինձ որ այդ տարբերակն է հարց չի լուծում, նո մնում է իհարկե մյուս ավելի բան տարբերակը, ռիսկային տարբերակը, այդ ուղղակի հույս ունենալ, որ մեռնելուց հետո կլինի դրախտ, ու այնտեղ պրամ անդադ լավ կլինի։ Բայց ես կստացի ինչ-որ ոչ մի անգամ չեմ լսել դրախտի մասին, որ ասեն, որ այնտեղ բացասական էմոցիաներ չկա։ Կամ դա ասում են, որ սաղ լավ է ինչ-որ, տենց հեքիաթային հոյակապ տեղ է, բայց այդից ես հասկանում, որ պրոստը պայմաններն են լավ։ Իսկ ուղղակի լավ պայմաններ, որտեղ ես կարամ էլի ինձ վատ զգամ, դա ինձ պետք չի։ Ոնց որ երջանկությունը ինքը շատ ինչ-որ պահի զգացողություն է, ու լիքը ինչ-որ ֆակտորների համընկնելու զգացողություն է, այդ թվում նաև են, որ բացի նրանից, որ ինչ-որ տիպը լավ բաներ են տեղի ունենում ու դրանից դու քեզ երջանիկ ես զգում, նաև այդ լավ բաների նոր լինելը կամ եզակի լինելն է շատ դեպքերում սնուցում այդ երջանկությունը, իսկ եթե դրախտում օրինակ միշտ լավ պետք է լինի, ուրեմն ստացվում է անդե միշտ երջանիկ չես զգալու, որտեվ ինչ-որ պահի սովորելու ես դու այդ վիճակին։ Ու հայտնվել դրախտում ու մի հատ էլ այնտեղ նվնվալ, որ սաղ ձանձրալի է ու սրտովդ չի, դե չգիտեմ արդեն մի քիչ ամոթ է էլի, այդ տրամադրությամբ գնալ դրախտ։ Ну, то есть մեր աշխարհում ոնց որ պրոստը լիքը բաներ չի դզում, որ նվնվում ես գոնե այդ դրանց ես ացել կալնում, որ այդ այնց բաներ կան դրա համար սենց լոքշա։ Իսկ մի հատ է, որ քեզ սաղ հոյակապ պայմանները տան ու դու էլի դժգոհ ես, ես ոչ չգիտեմ դրախտից դժոխ ուղարկում են մարդկանց, եթե ուղարկում են, ինձ թվում է ինձ կուղարկեն շատ շուտ բանի համար, ունինյայի համար, ունինյան, կստացի հայերեն ոնց վհատություն, հուսալքություն, տրտմություն, կարոչ ամեն դեպքում էդի մեղք է,
որը ինձ գործելու համար ինձ թվում մի քանի ժամ կպահանջվի։ Նույն հաջողությամբ եթե ուղարկեն դժոխք, ընդեղ էլ, այսինքն եթե նույն ձև է մնում սաղ, то есть просто պայմաններն են վատ, բայց դու էլի սաղ էմոցիաները ունես քո, ստացվում է ընդեղ է կարող է ինչ-որ պահի սովորես այդ վատին ու արդեն просто սկսես ինչ-որ քո գլխի մեջ ինչ-որ լավ բաներ մտածելու տրամադրությունդ լավանա։ Вообще դրախտի ու դժոխքի գաղափարը այս տպավորությունն պրոստը ինչ-որ երկու ծայրահեղություն ա վերցրած, բայց մեր աշխարհից։ То есть մենք ստեղ ապրում ենք, զգում ենք ինչ-որ բաներ, ինչ-որ պահի ասել են, տես քեզ լինում է վատ ու լինում է լավ։ Եթե քեզ վատ պահես, քեզ միշտ կլինի այսպես վատ, ոնց որ դու արդեն զգացել ես, եթե լավ պահես, քեզ կլինի միշտ այսպես լավ։ Բայց դու ես դեռ չգիտեմ այնակ որ դժոխք կամ դրախտ են մարդիկ գնում, իրանք էլի սենց են ոնց կան, то есть ձեռներով, ոտերով քայլում են, խոսում են, շփվում են բան։ Թե բայ թե հոգին ա գնում, երևի, то есть մարմինը մնում է ստեղ, հոգին գնում է ենթադրենք դրախտ։ Պրոստը այդ պարագայում ունեք, եթե հոգիներն այնտեղ կան ինչ-որ հրեշտակներ, ինչ-որ մարդ, ով որ որոշում է դու գնաս դժոխք թե դրախտ, մարդ չի, դաժե կարող է հրեշտակա չեմ հիշում, կարոչը ինչ-որ է, բայց հրեշտակներին, որ մենք չենք տեսել, մենք իրանց կերպարը գիտենք, որ իրանք ունեն թևեր, մարմին և այլն, այդ դեպքում ես չեմ ջոգում, եթե իմ հոգին ա գնալու այդ բանի մոտ, Գաբրիելն էր այդ, չէ։ Լավ, ենթադրենք Գաբրիելն ա որոշում ես ուր եմ գնալու, եթե իմ հոգին գնաց Գաբրիելի մոտ, բայց ինքը պետք է մեզ ստուգել լավ հրեշտակա թե չէ։ Չէ, короче, Գաբրիելը вообще չկար, ինչև է լավ, ուրեմն էսի չկպա։ Բայց ընդհանուր նկատմամբ օրինակ կա այդ հրեշտակի կերպարը, որ մենք մեր աշխարհում չենք տեսել, բայց իրանք ունեն թևեր, ենթադրենք, ու իրանք այդը կան դրախտում։ Ոչ սաղ միտքս նրանում է, որ եթե իմ հոգին ա գնում ընդեղ, բայց ընդեղ կան հրեշտակներ, ովքեր ունեն մարմին, իսկ ես չունեմ մարմին, դեպքում հետաքրքիր ինչ տեսք ունի իմ ու հրեշտակի հանդիպումը։ То есть որ վիզուալիզացնենք այդ տեսարանը։ Ոչ չեմ կարող միտքս բացատրեմ։ Բայց նկատնում որ դժվար է ուղեղի մեջ տեղավորել ինչ որ մի բանի բացակայությունը ու միևնույն ժամանակ մի այլ բանի գոյությունը, ոնց որ մարմնի բացակայությունը ու հոգու գոյությունը, ոնց որ ես նշում են աշխարհում, որտեղ մեկը ունի մարմին, իր կողքը գտնվում է մյուսը, որը չունի մարմին, ու իրանք ինչ որ ձև ինտերակցվում են։ Ոբշեմ լավ, չեմ կարող բացատրեմ ինչ եմ ուզում ասեմ։ Բայց ամեն դեպքում կփորձեմ բացատրեմ, ոնց որ դրախտ երբ որ ներկայացվում է, ինքը ներկայացվում է որպես ինչ որ ֆիզիկական, նյութական ինչ որ արժեք ունեցող բան, то есть այնտեղ կան այգիներ, եսի մինչեր ու կան մարդկանց հոգիները։ Ժողում իհարկե որ ամեն ինչը այտենց է ներկայացված, որ պրոստը մարդուն ավելի հասանելի լինի, թե ինչ էին ուզում բացատրեն նրանք, ովքեր գրել են դրախտի մասին։ Դրա համար պրոստ փորձել են ինչ-որ հավես տեղ ներկայացնել այգիներով եսի մինչերով, պրոստը եթե կա այգի, այդ աշխատում այն պարագայում, եթե մարդն ունի մարմին, բայց թե մարդ իր մարմին թողում է ստեղ, երկրի վրա, ուրեմն
Ընդեղ գնում է իր հոգին, եթե գնում է իր հոգին, ուրեմն դե չեն կարելի այգիներ, որտեղ եթե լինեն, ուրեմն այդ հոգու շատ պետքն է այդ այգիները։ Вообще հետաքրքիր է, որ դրախտը ներկայացվում որպես ինչ որ սիրուն այգի, ինչ որ սիրուն բնություն, ինչ որ ծառեր, պտուղներ, կենդանիներ եւ այլն։ Ինձ вообще դուր է գալիս այդ նկարագրությունը, պրոստը ոնց որ կա այդ նկարագրությունը, հա, ու այդ նկարագրությունը հասանելի է բոլորին, բոլորը դա գիտեն, ու խոսքի մեր հայերը այտենց գրեթե բոլորը ձևացնում են, որ իրանք փիս հավատքով են ապրում եւ այլն, ու իրանք գիտեն դրա մասին, էլի, այդ բանի մասին, այդ դրախտի Enter ոնց է նկարագրված դրախտը, ու հետաքրքիր է, որ կա այդ նկարագրությունը, բայց դաժե այդ մարդիկ, ովքեր տենց սյանի փիս հավատում են, այդ մեկը մարդկանց մեջ չի մտցնում են, որ ինչքան հավես բան է բնությունը, то есть քեզ ուղիղ սենց ասվում է, որ բնությունը այդ լավագույն վիճակն է, ինչ որտեղ դու կարաս գտնվես, ու բնություն ի ուրախություն մեզ կա նաև մեր աշխարհում, բայց մարդիկ вообще շատ կտրված են բնությունից, էլի, ու ձգտում են հեռանալ բնությունից։ Մարդիկ բնություն ամիսը մեկ տենց շաբաթ կիրակի են սիրում գնան խորոված ուտեն պրոստը, բայց ընդհանուր ոնց որ բնությունը զգալ ու բնության հետ ինչ որ մի բան դառնալ, այդ գարմոնիայի մեջ մտնել, вообще մարդկանց մեծ մասի մոտ բացակայում է, բոլորը ձգտում են, բոլորը, մեծ մասը ձգտում է ինչ որ քաղաք, շենքեր, փող, աշխատանք, հեռախոս ու նման ինչ որ բաներ, ու սաղ կյանքը դրա շուրջ է կառուցում, բայց մտածելով, որ բայց որ մեռնեմ, ես կգնամ այդ դրախտային բնության մեջ։ Բայց քանի դու սաղ ես, դու вообще այդ կապը կտրում ես ու հետո չես փորձում վերականգնես այդ կապը բնության հետ։ Իսկ դժոխքը ներկայացվում որպես ինչ որ մութ տեղ ու ինչ որ կրակներ անընդհատ, хотя по идее որ կա կրակներ, այդքան մութ պետքա չլինի, ու ոչի մոտահաճ տեսարան, հա, բայց կրակները, ոչի կրակը ինքը վախենալու է, որովհետև կարա քեզ սպանի։ Ստեյլի այդ հակասությունն է գալիս, ոնց որ կրակը քեզ կարա սպանի, եթե դու արդեն մեռել ես, կրակը վախենալու չի։ Բայց նաև ներկայացվում է դժոխքը որպես որ ինչ որ անընդհատ ինչ որ ցավեր, բաներ, տենց ինչ որ տանջանքներ, բայց տիպը ցավ, այսինքն ֆիզիկական էլի, քեզ ընդ վառում են, ծակում են, ես ինչ եմ անում, բայց նո էլի դու պետք է որ չունենաս մարմին, որտեղ դու մարմին թողում ես տեղ փտի։ Եթե խոսքը հոգու ցավերի մասն է, իհարկե վախենալու է։ Բայց այդ օբրազը ստեղծելու համար, որպեսզի լինի վախենալու, որ մարդուն ավելի շատ կպնի, շատկի օգտագործվում է ֆիզիկական աշխարհը։ Вообще որ նայում ես մեր բանում, մեր առօրյայում ոնց որ գիշերային քաղաքը ինքը բավական նման է դժոխքի, որ տեսնեցավ մութ, մռայլ, ինչ որ պրոստը լույսեր են տարբեր տեղեր, բայց ընդհանուր մռայլություն կա, էլի։ Բայց օրինակ նույն բանը գիշերը բնության մեջ ինքը նման չի դժոխքին։ Բնության մեջ մի տեսակ ինչ որ ազատություն կա, որը օրինակ այդ դժոխքի տեսարանը պատկերացնելուց իմ ուղեղի մեջ չկա։ Իմ ուղեղի մեջ ոնց որ փակ տեղ լինի այդ դժոխքը, որը ավելի նման է քաղաքային միջավայրի, որը սենց ճնշում է, ինչ որ սենց անընդհատ լիքը սենց մեծ ու ծանր փակող բաներ կան։ Սա միտքս փորձում ծամոն տանել նրան, որ մարդիկ ապրում են պատկերացմամբ,
թե ինչ տեսք ունի դժողքը ու ինչ տեսք ունի դրախտը ու դրա նման բաներ ոնց որ կա նաև մեր աշխարհում որտեղ որ մենք ենք ապրում, բայց մարդիկ ավելի հակված են դժողքին, քան դրախտին։ Ոնց որ դրախտային վիճակը շատ արժեզրկված է։ Բայց ես իհարկե ինչ որ միջավայրերի մասին ավելի շատ խոսքս, բայց եթե հենց էմոցիոնալ տեսանկյունից նայենք, մարդը ձգտում է դրախտային վիճակի ու խուսափում է դժոխային վիճակից, որտեղ դժոխքում է վախեր, ցավեր ու նման բաներ, որից որ մարդը խուսափում է, իսկ դրախտում ինչ որ երջանկություն, հաճույք ու նման բաներ, որին որ մարդը ձգտում է։ Բայց միգուցե մեր խնդիրը այս երկրի վրա նրանում է, որ մենք այդ հոգեկան ու ֆիզիկականը չենք կարող զուգահեռել, ոնց որ իրենք դաժե հակառակ ուղղություններով են գնում։ Ոնց որ ես ձգտում եմ կոպիտ ասած երջանկության, այդ դրախտային վիճակներին, բայց դժոխային միջավայրում։ Բայց ինձ թվում է, որ ինչքան կտրվենք այս բանից, այն վիճակից, որ մեզ այդքան հեռացրել է բնությունից, իսկ բնությունը իմ ջոգելով вообще միակ իսկական բանն է, որ կա, որտեղ բնությունը ինքը կա ուղղակի։ Այս շենքերը կան, որտեղ մենք սարքել ենք, ենք ուղղակի չի, որ կան, էլի։ Ու եթե մի օր լինի երկրաշարժ, ջրհեղեղ ու նման բաներ, այստեղ շենքերն ու ամեն ինչ որ մենք գիտենք վարի կգնան, բայց կմնա բնություն, որտեղ երկրաշարժն ու ջրհեղեղն էլ է բնություն։ Այս մտածում եմ, որ ինչքան փորձենք մոտ լինել բնությանը, այնքան ավելի հույս կա երջանկությանը մոտենալու։ Ու բնությանը մոտ լինել, դաժե չեմ ասում պարտադիր է ինչ-որ անտառում ապրես, բավարշե, բայց իդեալը երևի հա։ Բայց քանի որ մենք վախում ենք մեր կոմֆորտից, ավելի ճիշտ կոմֆորտ զոնայից կտրվելուց, այդ ամեն ինչը դժվար է, պրոստը թողես գնաս, բանս կոնկոմ, բայց գոնե կարելի է վայելել այն բնությունը, որը որ կա մեր շուրջը թեկուզ քաղաքային միջավայրում, ու կարելի է դրանից սկսել գոնե ու հետո տեսնել ուզում ես ավելին, թե չէ։ Որտեղ ոնց որ օրինակ քամին կա, արևը կա, չգիտեմ, երկինք, բան, տենց բաներ տեսնում ենք всё-таки։ Բայց արդյոք ֆիքսվում ենք вообще դրա վրա, արդյոք վայելում ենք էդի։ Մենք ֆիքսվում ենք նրա վրա, որ պետքա շուտ այս կետից այս մյուս կետը հասնեմ, որտեվ չգիտեմ խի, բայց պետքա ես տենց այսօր որոշել եմ, որ ինձ պետքա շտապ հասնել ստեղ, թե չէ բաֆակտո ոչ մի կատաստրոֆա չի լինի, բայց ես արդեն տենց եմ պլանավորել, դրա համար պետքա դրա հետևից գնալ։ Երբ որ դու A կետից B կետն ես գնում, դու ոչ նկատում ես ոնց այդ քամին քեզ կպնում, ոչ արևի շողերն ես վայելում, ոչ է թեկուզ մի պահ վերև ես նայում ու ասում ես վաու, այս երկինքը ինքը ահռելի է, իսկ ես շատ պստիկ եմ։ Պրոստը մի պատերի մեջից դուրս ես գալի, գնում ասում ես մյուս պատերի մեջ ու բավարարվածություն ես ստանում նրանից, որ ես սենց է պլանավորել էի։ Ու հետո իրիկունը հարցնում են ոնց անցավ օրդ ու դա ասում ես ահագին բան ես որ հասցրեցի։ Ասես մի կետից գնացի մյուս կետը, հետո երկրորդ կետից երրորդ կետը գնացի, հետո երրորդից գնացի չորրորդ կետը, ու հետո էլի որ վերադարձա առաջի կետ, հոյակապոր էր ուղղակի, լիքը տեղափոխություններով։ Իսկ եթե օրինակ վայելես բնությունը, սաղորը, դու կասես սաղորը քեզ լավ ու ինչ-որ ջերմ զգաս, բայց հետո որ քեզ հարցնեմ ոնց անցավ, որ շատ պատմելու բան չես ունենալու, ասել ես նստած նայում էի խոսքի ծառերին ու всё, ու էլ բան չունես պատմելու։
Բայց միգուցե պետք է չի вообще ինչ-որ բան պատմել, то есть քո զգացածը բառերի վերացելը շատ դժվար ու տարօրինակ է։ То есть դու չես կարող զգացածը վերացես բառեր, դու կաս մոտեցնես ինչ-որ չափով, բայց որոշ զգացածներ ինձ թվում է вообще չես կարող даже մոտեցնել չես կարող, էլի բառերին։ Բայց դա շատ կարևոր է որ իրար հասկանանք, որտեղ իրոք կարևոր է իրար հասկանալը, բայց մյուս կողմից քեզ մեկը ոչ մեկ դա կանցա չի հասկանալու, ինչ ուզում ես, հա, դու ես մենակ քեզ զգում։ Իսկ մենք ոնց որ ձգտենք այդ փոխանցել մեր արածի կամ զգացածի արժեքը, ու մեկ այդ կարա նրան բերի, որ դաժե դու չբավարարություն զգալով նրանից, որ քեզ հարցրեցին, թե խոսքի օրդ ոնց է անցել ու դու չունեցար բավականաչափ արժեքավոր բան ասելու, դու փորձես նենց քո առօրյան կազմակերպես, որ всё-таки ասելու բան ունենաս։ Հիմա ասենց մի քիչ անկապահանջում ասած ես, բայց ինձ թվում է ինչ-որ ընդհանրություն ունի իրականության հետ։ Որ դու ինչ-որ բաներ անես, գիտակցելով, որ հետո ես սրա մասին կպատմեմ ու մարդիկ կջոգեն, որ ես ունեցել եմ ինչ-որ լիարժեք օր։ Դաժե այդ առումով, օրինակ, եթե ինչ-որ կինո ես նայում, այդ դրա մասին այդ ինֆորմացիայով կիսվելը հետո ավելի արժեքավոր է թվում, քան եթե օրինակի համար նայում ես ֆուտբոլ։ Այն որ կինոն ինքը շատ ավելի շատ բան է քեզ տալիս հենց անձամբ, քան ֆուտբոլը, դա ես միլիոն տոկոս վստահ եմ, ինչքան է որ ես սիրում եմ ֆուտբոլ նայել։ Բայց ուրիշին պատմելու տեսանկյունից, եթե քեզ խոսքի ասում են ինչ էիր անում երեկ, դու սենց ասում ես ֆուտբոլ էի նայում ու ոնց որ ասես ժամանակս անցել է ուղղակի ֆուտբոլ նայելով։ Ավել բան չունես, պրոստը փաստ, որտեվ դու նայել ես խաղ ուղղակի, բայց դու դրանից լիքը բավարարություն ես ստացել։ Բայց այդ այն բան չի որ կարաս կիսես, բայց երբ որ ինչ-որ կարծում ես ինչ ես արել, դու ասես կինո եմ նայել, դու ավելի սենց դրա մեջ արժեքավոր բան ես տեսնում որպես կիսվելու ինֆորմացիա, որտեվ դու կարաս քո կարծիքը ասես, քո ինչ-որ հետևությունները ասես, թե ինչ է քեզ տվել։ Ու խացերի ֆուտբոլի մասին է կարաս ինչ-որ չափով ասես խոսքի, ինչ ցես գո, ինչ ես դժգո։ Պրոստը երևի իմ շրջապատում ավելի շատ կինո սիրող մարդիկ են, քան ֆուտբոլ, դրա համար ֆուտբոլի մասին կիսվելը իմ մոտ տենց ինչ-որ դատարկության զգացողություն առաջացնում։ Բայց вообще ձգտումը երևի կա էլի մարդկանց մոտ ինչ-որ չափով մյուսներին ցույց տալ, որ դու լիարժեք կյանք ես ապրում, ու որպեսզի դու մյուսներին ցույց տաս, որ դու լիարժեք կյանք ես ապրում, դու պետքա ընդհանուր մասայի համար հասանելի լինի քո ապրած կյանքը, էլի։ Որտեվ եթե քո կյանքի լիարժեքությունը կանում է նրանում, որ դու բնության մեջ լրված ես, դու ուրիշներին ասես, ուրիշները ասելու են նույնիսկ տարօրինակ է։ Եթե դու քո լիարժեքությունը կանում է նրանում, որ դու պատմես թե ինչքան փող ես աշխատել, հետո դե ոնց ես ծախսել այդ փողը, մարդկանց այդ ավելի հասկանալի է, ու իրանք ճոգում են, որ այս մարդը կրոտոյ մարդ է փաստորեն, ոչ թե տարօրինակ։ Ու այն որ մենք էդի զգում ենք, որ կա նման ինչ-որ բաժանում, այդ շատ մարդկանց կարա ստիպի վարել ինչ-որ կյանք, որը որ ուրիշներին ավելի հասկանալի կլինի, չֆիքսվելով նրա վրա, թե ինչից է քեզ կայֆ։ То есть ինչ-որ պահի քեզ կայֆ է դառնում ուղղակի այն, որ ուրիշները ընդունում են քեզ ու հիանում են քեզնով, բայց այդ կայֆը ոչ թե նկատնում եմ էգոն շոյել, այլ նկատնում եմ ներքին բավարարվածություն, ինչ-որ անվանենք գարմոնիա, լավ է դի։ То есть օրինակ եթե դու գնում ես նոր բացված coffee shop ամեն օր ու դու կարող դաժե այդքան կոֆե չես սիրում,
կամ դաժե կարող դու հենց կոֆե ես սիրում, բայց հենց կոֆեի համն է քեզ դուր գալի ու դու կարայիր գնայիր լյուբոյ տեղ, բայց դու ձգտում ես գնաս մի հատ տեղ, որը որ պոպուլարն է, որը որ թիթիզ է։ Նա չեմ ուզում ասել որպես չէ քննադատություն հնչի, պրոստը հասարակ օրինակ որպես հեշտ միտք տեղ հասցնելու։ Ու դու քո այդ ամեն օրը տեղ գնալուց դաժե կարող դու այդքան կոֆե չես ուզում էտել կա, то есть դու в принципе կխմեիր կամպոտ ենթադրենք, բայց կամպոտի թիթիզ տեղեր չկա ու դու գնում ես այդտեղ, որտեղ այնտեղ գնում են ինչ-որ կրուտոյ մարդիկ, ում որ դու ես կրուտոյ համարում ու դու ուզում ես այդ ամեն ինչի մի մաս լինես։ Այդ ամեն ինչը ենթադրենք հասկանալի է։ Բայց դրա մեջ ես չեմ տեսնում գարմոնիա։ Բայց դրա մեջ ես տեսնում եմ բավարարվածություն էգոյի, որ դու գնաս ու դու սենց կողքից նայես քեզ ու այդ կաֆեի տեսարանին ու այն մյուս կրուտոյ մարդկանց ու ասես ես կրուտոյ եմ, ես իրանցից մեկն եմ, մենք բոլորով կրուտոյ մասը ենք։ Ոնց որ դու այդ coffee shop-ի կողքով անցնելուց նայում ես ինչ-որ դատարկ աթոռի ու մտածում ես ես կուզեի, որ ինչ-որ մեկ այսպես անցներ կողքով ու այս աթոռին ինձ տեսներ։ Ու նման լիքը բաներ, որոնք ուղղված են քո ուզած կերպարը ստեղծելուն։ Ես բնականաբար նկատի չունեմ, որ մարդիկ բոլոր ովքեր գնում են coffee shop, իրանք ինչ-որ ձևականն է տանում բան եւ այլն, բայց ես վստահ եմ, որ լիքը տենց մարդիկ կան։ Ուղղակի ոչ բոլորը, բայց կան նաեւ տենցեր։ Ոնց որ մարդ կա կաֆեում նստում է իր MacBook-ով գործ անում, մարդ կա ուզում է կաֆեում նստել MacBook-ով ուղղակի։ Ոնց որ այն մեկը գործ անում ուղղակի, մյուսը ուզում է ունենա իր պատկերացմամբ ինչ-որ կրուտոյ կերպար։ Նա ցախ տանում այդ ընդունելի, հասկանալի լինելու ինչ-որ սահմաններին լիարժեք կյանք ապրելու։ Նույնիսկ խոսքի մարդիկ գնում վարկով վերցնում են iPhone օրինակի համար։ Ու մարդիկ տենց ահռելի վարկեր չեն տալիս խոսքի Samsung առնելու համար։ Ու ստեղ вообще հարց է ինչի որ iPhone-ի կամերան է սենց, Android-ը ինձ հարմար չի եւ այլն։ Հարցը ուղղակի այն է, որ մենք բոլորս գիտենք, որ iPhone այդ է կրուտը։ Դες եթե Samsung-ի կամերան կրկնակի ավելի լավը սարքեն, քան iPhone-ին, iPhone առնողները մեկը iPhone-ին առնելու։ Էլի ոչ բոլորը, բայց այդ վարկով առնող մարդիկ, ովքեր պատրաստ են իրանց զրկեն ինչ-որ կոմֆորտից ու առավելուց իրանց գցեն ինչ-որ դիսկոմֆորտի մեջ, անում նրա, որ ունենան ինչ-որ բան, որը որ գիտեն, որ կրուտոյ է, որը որ ընդունվում է սաղի կողմից եւ այլն։ Կամ նույնիսկ ինչ-որ վարկով թիթիզ ավտո առնել, ես էլ չեմ ասում։ Այդտեղ այտենց ինչ-որ քննադատություն չկա, էլի խոսքս նրա մասն է, երբ որ դու չունես հնարավորություն ինչ-որ մի բանի, օրինակ դու չունես հնարավորություն ոչ ավտոյի, ոչ հեռախոսի թիթիզ էլի, ոչ iPhone-ի հնարավորություն ես, ոչ ինչ-որ վերջի թիվ ինչ-որ ավտոյի։ Բայց դու քեզ պատրաստ ես գցես նեղության եւ կեղտի մեջ, որպեսզի այդ ամեն ինչը ձեռք բերես, որ դու քեզ բավարարված զգաս, որ դու ունես ինչ-որ լավագույնը, որը բոլորը գիտեն, որ լավագույնն է։ Չնայած դու, եթե քեզ պրոստը չունեիր հեռախոս, կարայիր առնել ինչ-որ ուղղակի հեռախոս, չունեիր ավտո, կարայիր առնել ուղղակի ավտո, то есть փոխադրամիջոց, որ նպատակը всё-таки քեզ տեղափոխելն է, չէ՞, հեռախոս նպատակն է, չգիտեմ, զանգելն ու ինտերնետից օգտվելն է, որը բոլոր հեռախոսները ունեն։ Ու գցեիր քեզ ավելի քիչ կեղտի մեջ։ Բայց տարբերությունը ո՞րն է այն դեպքում։ То есть եթե քեզ մեքենան պետք է մի կետից մյուս տեղափոխվելու համար, ու էլ չասենք մեքենայի արագություն բան, որ սրա մոտորն այնց բանից կողմում, եթե դու Երևանում ես քշում, դու по-любому ժամանակի 99% քշելու ես նույն արագությամբ, ինչ որ քշում են բոլոր մեքենաները, դու քո մեքենայի մոտորը չես գալու եւ այլն։
Դա մնում է քո մեքենայի տեսքը ու մեքենայի ստատուսը։ Բայց արդյոք դու դա անում ես քո համար, թե անում ես ուրիշների աչքերի համար։ Ոնց որ եթե դու ունես հնարավորություն, вообще հարց չկա, բայց եթե դու չունես հնարավորություն ու դու ամեն գնով բառացի, ամեն գնով ստեղծում ես այդ հնարավորությունը, որ ինչա թե դա ունենաս, ու քեզ լիքը անհարմարություններ պատճառես դրա հետևանքով, ինձ թվում է դու քեզ ահագին հեռացնում ես ներքին ինչ-որ կոմֆորտից, որտեղ լավ դու ունեցար խոսքի լավ ավտո, որը մի ամիս կամ 2 ամիս ամեն անգամ իրան նայելով դու քեզ կայֆ ես զգում, բավարարվածություն ես զգում, որ ես ինչ սիրուն ավտո ունեմ ես։ Հետո ինքը արդեն դառնում է ուղղակի քո ավտոն, հələ չասեմ, որ ինչ-որ խնդիրներ են առաջանում իր հետ, 2 ամսից չէ, բայց ինչ-որ ամեն դեպքում դա միկում։ 2 ամիս հետո իր տեսքը էլ քեզ չի տպավորում, բայց քո վարկերը դեռ տարիներ շարունակ քո հետ են։ Հանուն ինչի, հանուն դրա, որ դու 2 ամիս պոնտ անեիր պրոստը։ Ես չեմ տեղավորում էլի, որ դա մարդը ինքը իր համար է անում։ Մարդ կարա ասի, որ ինքը իր համար է անում։ Կարա դաժե մտածի, որ ինքը իր համար անում, անկեղծ հավատա դրան։ Բայց եթե մի քիչ խորանաս, ինձ թվում է կգաս իմ կետին, որ այն ինչը որ ուրիշները տեսնում են, մենք է որպես հասարակության անդամ, որոնք վսյոտիկի ինչ որ չափով հաշվի առնում են ուրիշների ընկալումը։ Հաշվի առնել ես չեմ ասում, որ նշանակում որ պետք է այդ ընկալմամբ շարժվեն, բայց ամեն դեպքում դրան ինչ որ տեղ տալիս են, դա իրենց ուղեղի մեջ մի տեղ կա, որ ուրիշները սա տեսնում են։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով տարօրինակ հրաժարվել են մտքից, որ այն ինչը որ ունի արտաքին ինչ որ տեսք քո համար կարևոր է, թե ոնց այդ տեսքը կընկալեն ուրիշները։ Մեր հագնվելուց սկսած բռնած հեռախոսները, ավտոներն ու մնացած ամեն ինչը։ Ես չեմ ասում, որ դա վատ է, իմ ժողովուրդը դա բնական է դաժե, որ մարդու վրա այդ ազդում է հասարակության մյուս անդամների կարծիքն ու ճնշումը, որ ազդում է, ինձ թվում է դա բնական է, բայց հրաժարվել դրանից, ասել, որ քո կյանքում դա տեղ չունի, մի քիչ նման է ինքնախաբեության։